Մեր ուղեղը շատ հետաքրքիր առանձնահատկություններ ունի, բայց իր հիմնական առանձնահատկություններից կամ հատկանիշներից մեկը նա, որ ինքը ինքնազարգացող, ինքնաուսուցանվող համակարգ է։ Այսինքն, դա նշանակում է, որ իր զարգացման համար եւ իր բարդացման համար, այսպես ասած, կապերի, նեյրոնային կապերի եւ այլն, նեյրոնային ցանցերի զարգացման ու բարդացման համար միշտ չի կամ նույնիսկ շատ ժամանակ պետք է չի հատուկ ինչ-որ կամային ջանքեր գործադրել։ Բավարար է միայն ուղեղին տալ հնարավորություն զարգանալու, ինքնազարգանալու եւ ինքնակրթվելու, որը բնականաբար առաջին հերթին ինֆորմացիայի տեսքով, բառից լայն իմաստով ինֆորմացիայի տեսքով պետք է լինի։ Այլ կերպ ասած, բավարար է միայն ուղեղին տրամադրել տվյալներ եւ ինքը դրա հիման վրա կսովորի, կյուրացնի եւ կզարգանա։ Բնականաբար սա չի նշանակում, որ ընդհանրապես պետք չի որևէ կամային գործողություն կամ ջանքեր գործադրել ինչ-որ բան սովորելու համար կամ յուրացնելու համար, բայց ընդհանուր առմամբ բավարար է նույնիսկ հնարավորություն տալը։ Ինչ եմ հասկանում ես դրա տակ։ Գիրք կարդալը, անհրաժեշտ նյութեր դիտելը, լսելը, ինչ-որ բան անելը, դա կլինի ֆիզիկական, թե դա կլինի, ասենք, ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ բան փորձել, փորձարկել սպորտի կամ ֆիզիկական այլ ակտիվության տեսքով, կոգնիտիվ ինչ-որ հետաքրքրությունների համենայն դեպս տալ հնարավորություն նշանակում է ինչ-որ բաներ համենայն դեպս անել, բայց պարտադիր չի, որ անպայման ինչ-որ այսպես ջանքեր գործադրենք, անպայման գիրքը բացենք, կարդանք ու ասենք, դե հիշի, անպայման հիշի, սա մտապահի, սա անպայման։ Ուղեղը դա մեր փոխարեն բնականաբար կանի, եթե մենք տանք իրան բավարար հնարավորություն։ Դրա օրինակներից մեկը կոգնիտիվ վարքաբանական թերապիայի շրջանակներում կիրառվող էքսպոզիցիոն թերապիան կամ exposure therapy կամ հայերեն թարգմանում են կենդանի բացահայտման կամ բացահայտման թերապիան։ Դա նա է, երբ որ մենք գնում ենք ընդառաջ իրավիճակներին, որոնցից օրինակ խուսափում ենք կամ վախենում ենք։ Գնալով ընդառաջ մենք տալիս ենք հնարավորություն մեր ուղեղին երևույթի մասին նոր այլընտրանքային ինֆորմացիա անընդհատ հավաքել եւ ի վերջո այդ տվյալների հիման վրա փոխել կամ թարմացնել, այսպես ասած, պատկերացումները, խորքային համոզմունքները երևույթի մասին։ Արդյունքում փոխվում են նաեւ մեր հակազդումները երևույթի նկատմամբ։ Մեկ այլ օրինակ էլի կլինիկական հոգեբանությունից եւ հոգեթերապիայից մարմնի պատկերի խանգարումների պարագայում ամենատարածված եւ աշխատող գործիքներից մեկը հայելու վարժությունն է, երբ որ մարդը տալիս է հնարավորություն իր ուղեղին անընդհատ պարբերաբար հայելու մեջ տեսնել իրեն, իր մարմինը շարժման մեջ, տարբեր հեռավորությունների վրա, կողքից, դիմացից, տարբեր հագուստով, որի արդյունքում ուղեղը թարմացնում է մարմնի մասին պատկերը եւ դրա բաղկացուցիչները, որի արդյունքում մարմնի խաթարված պատկերը վերականգնվում է։ Նո, իհարկե միայն դրա արդյունքում չէ, բայց սա այն հիմնական գործիքներից մեկն է։ Ահա այս երկու օրինակը բերեցի ավելի լավ պատկերացնելու համար այն ինչի մասին որ խոսում ենք, իհարկե կարող են լինել նաև շատ ուրիշ օրինակներ, բայց սրանք ամենը այսպես շոշափելիներն են։